44 օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ժամանակավոր քննիչ հանձնաժողովի ղեկավարին, նրա անդամներին է հիմնականում ուղղված այս խոսքը։ Շատ հետաքրքիր անուն է 44 օրյա պատերազմի հանգամանքները։ Սա ենթադրում է, որ ոչ միայն բուն պատերազմի ընթացքում տեղի ունեցածն է, տեղի ունեցածը պիտի ուսումնասիրվի, այլ նաև այն ամենը, ինչը բերել, հանգեցրել է 44 օր տևած աղետին, մղձավանջին։ Պարոն Քոչարյան Անդրանիկ, տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետության ղեկավարները բանակցել են հողերը հանձնելու վերաբերյալ, բայց Հայաստանի Հանրապետության տարածքում գեներացրել են ազգային անվտանգության ծառայության վերահսկողության տակ գործած գործակալներով, հիմա դեպետ ուրիշ բառ են ասում, փորձագետների միջոցով հող հանձնողին հողին կհանձնենք։ Այս դրվագով ինչ որ մեկը հարցաքննվել է 2016 թվականի հուլիս ամսին ՊՊՑ գնդի գրավումից 5 պակաս Սերժ Սարգսյանը գնում է Արցախ, հանդիպում է ռազմաքաղաքական ղեկավարության հետ, ներկայացնում է իրավիճակը, հանդիպում է այն մարդկանց հետ, հատուկ այդ հանդիպմանը հրավեր են ուղարկում այն մարդկանց, ովքեր ոչ մի թիզական են, ում պատասխանը ինքը արդեն գիտի։ Եվ դրան զուգահեռ Հայաստանի Հանրապետությունից ուղարկվում են Շուշի որոշ ռազմահայրենասերներ, որոնք Շուշիում ստորագրում են Շուշիի դեկլարացիան։ Ոչ մի թիզ հող, որի ողջ տրամաբանությունը մտնում է ոչ մի թիզ հող ադրբեջանցիներին։ Մի կողմից Սերժ Սարգսյանը ներկայացնում է բանակցային գործընթացը, այն հանգրվանը, որտեղ հասել են, մյուս կողմից Հայաստանից ուղարկվում են այսպես կոչված ոչ մի թիզականները, որոնց մեջ բնականաբար կան եւ ազնիվ մարդիկ ու մոլորված մարդիկ, բայց հիմնականում ազգային անվտանգության ծառայության գործակալ գիծ փորձագետներ։ Այս հարցով դուք ինչ որ քննություն իրականացրել եք, դրանից անմիջապես հետո տեղի է ունենում ՊՊՑ գնդի գրավումը։ Ադրբեջանի ղեկավարը հայտարարում է, ամեն անգամ, երբ բանը գալիս հասնում էր հողերը հանձնելուն, Հայաստանի Հանրապետությունում ինչ-որ բան էր տեղի ունենում, մեկ գունդ էին գրավում, ասում են, մեկ հեղափոխություն էր տեղի ունենում։ ՊՊՑ գնդի գրավման հետ կապված, որը ուղիղ կապ է ունեցել արցախյան հիմնահարցի լուծման ձգձգման հետ, եւ որը էլի կազմակերպված է եղել ազգային անվտանգության ծառայության փորձագետների, գործակալների կողմից։ Այս գործով ինչ որ հարցաքննություն ձեր լիազորությունների շրջանակներում իրականացվել է, ես վստահ եմ, որ ոչ։ Բիլյան Արմենը հարցաքննվել է, Բիլյան Արմենը եղավ մի քանի տարի է, խոսում է նրա մասին, թե ինչպես է ինքը օգտագործվել, մասնակցելով այդ օպերացիային։ Բիլյան Արմենը, ով իմիջիայլոց դատապարտվել է մի հանցանքի համար, որը ինքը չի արել։ Նույնիսկ Պավլիկ Մանուկյանը դատարանում ասաց, որ այդ կրակոցը Բիլյան Արմենը չի արձակել։ Հարցաքննվել է Բիլյան Արմենը, Քոչարյան Անդրանիկ, վստահ եմ, որ ոչ։ Իմիջիայլոց հարգելի բարեկամներ, Քոչարյան Անդրանիկը այն անձնավորությունն էր, ով Թավշյա ոչ բռնի խեղկատակությունից հետո առաջին անգամ քաղաքական առումով արդարացրեց Սերժ Սարգսյանին։ Քարորյա պատերազմի
հետ կապված հանձնաժողով էր ձևավորվել եւ ինքը արդարացրեց Սերժ Սարգսյանին։ Բիլյան Արմենին հարցաքննել եք։ Ուրեմն Պավլիկ Մանուկյանը, որ ասում է նույնը, ով այդ խմբի հրամանատարն է եղել, թե ինչպես են կազմակերպել ազգային անվտանգության ծառայության կողմից։ Խմբի ղեկավարն է ասում։ Հարցաքննվել է պարոն Քոչարյան Անդրանիկ, բա 44 օրյա պատերազմի հանգամանքները, այս հանգամանքներն են, որ բերել հասցրել են եւ 18 թվականին եւ այդ աղետալի 44 օրյա պատերազմին։ Հարցաքննվել է Պավլիկ Մանուկյանը։ Հարցեր ուղղել եք Պավլիկ Մանուկյանին, վստահ եմ ոչ։ Շատ բաներ կա, այսպես ես մտքիս ինչ գալիս է, ասում եմ, կարող է քրոնոլոգիայի առումով 1-2 բան բաց թողնեմ։ Հետո առաջ ասեմ ժամանակագրության տեսակետից։ Կամ 1 ամիս այս կողմ, 1 ամիս այն կողմ ասեմ, հա։ Ուրեմն պատերազմից մի քանի օր առաջ Ադրբեջանի ղեկավարը ասում է. մենք պայմանավորվել ենք Փաշինյանի հետ, ինքը ինձանից 2 տարի էր խնդրել, որ ադրբեջանական կողմը չհարձակվի հայկական կողմի վրա, այդ 2 տարիների ընթացքում պետք է Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվեին ռեպրեսիաներ, այսպես կոչված Արցախյան կլանի նկատմամբ, եւ դրանից հետո պետք է սկսվեր հողերի հանձնման գործընթացը, զորքերի հետ քաշման գործընթացը, ասում է, եւ մի ինչ որ X պայի Փաշինյան Նիկոլը հրաժարվել է այդ ամենից։ Այս ամենի վերաբերյալ Փաշինյան Նիկոլը հարցաքննվել է Քոչարյան Անդրանիկ։ Իմիջայլոց, հիմա կարող են ասել Ալիևը սուտ է խոսում։ Ինչ եք հղում անում Ալիևի խոսքի վրա, եղավ քանի տարի է ինձ ասում են։ Այս հայտարարությունից բառացիորեն 1 օր հետո Հայաստանի ղեկավարը 1-2 օր հետո Հայաստանի ղեկավարը կառավարության նիստում ելույթ է ունենում եւ հորդորում է Ադրբեջանի ղեկավարին չհրապարակել կոնֆիդենցիալ ինֆորմացիա։ Այսինքն Փաշինյան Նիկոլը փորձեց հերքել, բայց իրականում հաստատեց Ադրբեջանի ղեկավարի ասածը։ Հիմա այս առերևույթ հանցագործության վերաբերյալ Քոչարյան Անդրանիկ ինչ որ հարցաքննություն, ինչ որ հարց ու պատասխան եղել է, թե չի եղել։ Վստահ եմ, որ ոչ։ Բայց դուք պարտավոր եք դա անել։ Դուք պարտավոր եք դա անել։ Ուրեմն իմիջայլոց հարցը քննելու պարտավորություն եղել է նաև ազգային ժողովի վրա այն ժամանակ 20 թվականին, հարգելի բարեկամներ, ես ձեզ ուզում եմ հիշեցնել, որ ազգային ժողովի այսպես կոչված ընդդիմադիր խմբակցություններն էին Լուսավոր Հայաստանը եւ Բարգավաճ Հայաստանը։ Լուսավոր եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունները կամ Գագիկ Ծառուկյան էր կոչում, չեմ հիշում այդ խմբակցության վերնագիրը։ Մի քանի անգամ, իմիջայլոց այս համատեքստում պետք է նաև ես ձեզ հիշեցնեմ Ադրբեջանի արտաքին գործոս նախարարի վերջին հարցազրույցներից մեկում արած հայտարարությունը, ասում է Փաշինյան Նիկոլը սկզբից կոնստրուկտիվ էր տրամադրված, 19 թվականին Փաշինյան Նիկոլը Ալիևին ասում է, ես չեմ կարող գնալ այս հարցի լուսմանը, եթե ես գնամ այս հարցի լուսմանը, ինձ կսպանեն։ Հարցաքննություն եղել է, ինչ որ գործընթաց եղել է այս ամենի հետ կապված։ Դուք Ջեյհուն Բայրամովի այս հայտարարությունը դիտել եք, թե չեք դիտել։ Միգուցե այդ հայտարարությունը եղել է քննիչ հանձնաժողովի աշխատանքները վերջացնելուց հետո, շատ լավ։ Բայց դուք ի պաշտոնե այս ամենի վերաբերյալ ինչ որ մի բան, ինչ որ մի գործողություն, ինչ որ մի հայտարարություն պիտի անեք, թե ոչ։ Սա առերևույթ հանցագործության վերաբերյալ հաղորդում է։ Ասում եմ, ես չեմ կարող այդ հարցը լուծել, ինձ կսպանեն։ Այսինքն, որպեսզի քեզ չսպանեն, դու տարար սպանել տվեցիր մի ողջ սերունդ, ստահակ պատդոննակ, սամադուր պատդոննակ, հա, Փաշինյան Նիկոլ։ Որպեսզի կանգնես, ասես մենք կարող էինք չունենալ պատերազմ, կլիներ նույն արդյունքը, բայց առանց զոհերի 3 էլ հայտարարում ես, որ գիտակցված եք գնացել այդ ամենի
որ առաջին անգամ հայը զոհվել է, ես մոտավորապես եմ մեջբերում, հերեշավոր այս միտքը մոտավորապես եմ մեջբերում, ասում առաջին անգամ մենք զոհվել ենք մեզ համար, գիտակցության համար, հա, այսինքն այդքան մարդ զոհվել է, որպեսզի դու ստահակ գաս գիտակցության, այս ամենը սա նաև ուղղվում է պարլամենտին, դաշնակ մաշնակներին, իրավապահ համակարգին, աֆիցեր կոչվածներին, այս ամենը քննության առարկա պիտի դառնա, թե պիտի չդառնա, վերջապես, կամ այս ամենը, եթե դուք չեք կարող քննության առարկա դարձնել, դուք պիտի հրապարակային որևէ հայտարարությամբ դուրս գաք այդ համակարգից, չեք անում դուք, այդ ամենը չեք անում, տուն եք պահում, դուք հասկանում եք, որ դուք այնպիսի հանգամանքների մեջ եք մտել, որ անիծվելու է ձեր տունը, ձեր գերդաստանը, դուք ինքները ձեր վրա բերում եք այդ վատ էներգիան, այդ նզովքը, որտեղ դուք ձեր տունը պահում եք այլոց մարդկանց տների ծխերի հաշվին, այս հարցերի պատասխանը վերջը պիտի տան, թե ոչ, կողմը ինչու է խախտել, հրադադարը հայկական կողմի խախտումը, հրադադարի հայկական կողմի խախտումը ինչով է եղել պայմանավորված, ինչով, ինչ-որ հարց կա, ձեր այդ քննիչ հանձնաժողովի փաստաթղթերը լուսաբանում են այս հարցը, թե չեն լուսաբանում, 20 թվականի հոկտեմբերի Իմիջիայլոս Փաշինյան Նիկոլը հանձնաժողովի նիստերի ժամանակ ուղղակի սխալ էր թարգմանում պայմանավորվածության տեքստը, սխալ թարգմանությամբ էր հանդես գալիս, դուք տեքստին ընդհանրապես ծանոթ եք, թե ծանոթ չեք, 20 թվականի հոկտեմբերի 12-ին Ստեփանավանի գնդի ստորաբաժանումները Ազատ գյուղի մոտակայքում խոցվում են, երկու մեքենա, մեկը լիցքավորված, սկատ համակարգով, մյուսը չէ լիցքավորված, մի քանի րոպեների բանով, մի քանի րոպեների տարբերությամբ խոցվում են, սկզբից խոցվում է լիցքավորվածը, հետո խոցվում է չէ լիցքավորվածը, ուրեմն ուշադիր, զինվորների եւ աֆիցերների մահվան փաստաթղթերում գրված է մահվան վայրը Արցախ, Քոչարյան Անդրանիկ, ինչով է պայմանավորված այս կեղծիքը, այս սուտը, այս պետական մասշտաբի սուտը, ինչով է պայմանավորված, Հայաստանի Հանրապետությունում է խոցվել, ինչով են գրել մահվան վայրը Արցախ, ինչով է սա պայմանավորված, ինչ որ հարցաքննություն այս թեմայով եղել է, թե չի եղել, վստահ եմ, որ չի եղել, ամեն անգամ ռեալ հնարավորությունից հետո, ամեն անգամ պատերազմը դադարեցնելու ռեալ հնարավորությունից անմիջապես առաջ կամ մի փոքր անց, հայկական կողմից խոցվել է Գյանջայի բնակելի թաղամասերը, ինչ էր այս հրտիրակոծությունները, ինչ նպատակային հետապնդում, եթե ոչ անել ամեն ինչ, որպեսզի արդեն ձախողված պատերազմը, արդեն պարտված պատերազմը չավարտվի, այս թեմայով հարցաքննություն եղել է, թե չի եղել, արդեն պարզ է, որ 44 օրերի ընթացքում Փաշինյան Նիկոլը Սերժիկ Սարգսյանի հետ ունեցել է ներողություն եմ խնդրում, Օնիկ Գասպարյանը, ով Սերժ Սարգսյանի ամենավստահելի աֆիցերներից մեկն է եղել, Օնիկը Սերժի հետ ունեցել է հեռախոսազրույց, ինչ են խոսել, ես տասնյակ զինվորներ կորցրած տասնյակ ծնողների անունից պահանջում եմ, որպեսզի հրապարակվի Սերժ Սարգսյան, Օնիկ Գասպարյան պատերազմի ընթացքում տեղի ունեցած հեռախոսազրույցը, սղագրությունը, դու ծանոթ ես, Օնիկին հարցրել ես, ինչ ես խոսել Սերժի հետ, Միքայել Մինասյանն ասում է, բա պիտի նախագահների հետ խոսեր, ոչ միայն Սերժի հետ է խոսել, այլ նաև Ռոբերտ Քոչարյանի հետ է խոսել, Լևոն Տեր-Պետրոսյանի հետ է խոսել, բա ասում է, հո Նիկոլը չէր խոսելու, Նիկոլը խմած քնած էր, հիմա պատերազմը ով է ղեկավարել,
Քոչարյան Անդրանիկ, այս հարցի պատասխանը դու ունես թե ոչ։ Այս հարցի վրա լույս սփռում է ձեր այդ 44 օրյա այդ հանձնաժողովի աշխատանքները լույս սփռում են, որի անդամները էին տարբեր կարկառուն ճակերտավոր ասած փորձագետներ, թե ոչ։ Հոկտեմբերի 16-ին Սերժ Սարգսյան, հոկտեմբերի 15-16 Սերժ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան հանկարծ սկսում են խոսել անջատում հանուն փրկության թեզից։ Մեկը Տուսկին է նամակ գրում, մյուսը Լիբերասիոնին հարցազրույց է տալիս։ Այդ ինչ սինխրոն աշխատանք է։ Կարող է իրենք ողջ ընթացքում իրար հետ կապ են պահել եւ իրար հետ համաձայնեցված գործել են։ Դուք այս ձեր հանձնաժողով այս հարցերի պատասխանը տալիս է։ Ուրեմն մոտավոր 800 սպա է զոհվել պատերազմի դավադիր պատերազմի ընթացքում եւ 1700 մարմին 1700 տղու մարմին միայն ադրբեջանական կողմն է տվել 20 թվականի հոկտեմբերի սկզբներին արդեն հայկական կողմը ունեցել է 2000-ից ավել զոհ Հիմա այս ամենի հետ մեկտեղ պետությունը ասում է, որ զոհերի թիվը 3800 է։ Ու նաև չեն հրապարակում զոհերի ամբողջական ցուցակը։ Այս ստորության վերջը երբ պետք է գա Քոչարյան Անդրանիկ, երբ է պետությունը հրապարակելու օֆիցիալ զոհերի ամբողջական ցուցակը։ Ուրեմն 2020 թվականի եւս մեկ անգամ կրկնում եմ կարևոր հարցը։ Պատերազմը ով է ղեկավարել։ Օնիկ Գասպարյանին ով է հրաման տվել։ Ով։ Այս հարցի պատասխանը դու ունես թե ոչ։ Հանձնաժողովի նիստերի ժամանակ իմիջիալոց այդ հանգամանքները ուսումնասիրելու, պատերազմի հանգամանքները ուսումնասիրելու մեջ ուղիղ մտնում է նաև 18 թվականի կեղծ հեղափոխությունը։ Ձեր հանձնաժողովը որևէ կերպ արձագանքել է, որևէ կերպ քննել է 18 թվականի կեղծ հեղափոխությունը, երբ 10-րդ դասարանի, ավարտական դասարանի աշակերտներին 12-րդ դասարանի կներեք սխալ եմ ասում, 12 փոխել են համակարգը, ես լայն հին համակարգով եմ։ Փողոց փագել էին տալիս, այսինքն մարզպետարանների, կրթության վարչության պետերի կողմից հրահանգերի չեսվում, հորդորում էին, փող մարզպետների կողմից հորդորում էին, որ աշակերտները թող դուրս գան փողոց փագեն, հետո նույն աշակերտներին տարան մտցրեցին բայրակտարների տակ։ Հետո նույն աշակերտներին բերեցին մտցրեցին սկզբից հողի, հետո բետոնների տակը։ Հիմա դու այդ կեղծ հեղափոխության վերաբերյալ որևէ բան գրել ես ձեր զեկույցում, վստահ եմ, որ ոչ։ Քոչարյան Անդրանիկ ինչպես է ստացվել, որ ազգային անվտանգության ծառայության գործակալներն իրականացրել են հեղափոխություն այն ռեժիմի դեմ, որին իրենք ծառայել են։ Արարատ Միրզոյանը, այդ ԱԱՑ, այդ ասում ես, ես գործակալ չեմ եղել։ Ժողովուրդը ձեզ ասում է ԱԱՑ բոզ, բայց ես չեմ ուզում կրկնեմ։ Ոչ էլ ուզում եմ ԱԱՑ գործակալ ասեմ, ես ձեզ ասում եմ ձեր այն անվանումը, որը դուք եք ինքներդ ձեր վերադարել, ԱԱՑ փորձագետ, ինչպես է ստացվել, որ ԱԱՑ փորձագետը իրականացրել է հեղափոխություն այն ռեժիմի դեմ, որի կողմից եղել է հավաքագրված կամ որին ծառայել են։ Միայն Արարատ Միրզոյանն էր, Քոչարյան Անդրանիկ ազգային անվտանգության ծառայության գործակալ, փորձագետ։ Այս հարցին անդրադարձ կա թե ոչ։ 20 թվականի այդ փաստաթուղթը հրապարակելուց Նիկոլ Փաշինյանը որ ստորագրեցին, հա, ինքն էլ չգիտեմ որտեղից էր ստորագրում։ Այդ փաստաթղթի հրապարակումից կես ժամ երևի մոտավորապես առաջ փաստաթուղթը հրապարակում է Միքայել Մինասյանը։ Դուք ունեք այդ պատասխանը, թե որտեղից էր Միքայել Մինասյանի ձեռը ընկել այդ փաստաթուղթը։ Կարող է ողջ ընթացքում Փաշինյան Նիկոլը կապ է ունեցել, համաձայնեցրել է իր գործողությունները Սերժի եւ Միքայել Մինասյանի հետ։ Որտեղից էր ընկել Միքայել Մինասյանի ձեռը այդ փաստաթուղթը։ Որտեղից։
Իմիջայլոց եւս մեկ անգամ Միքայել Մինասյանի ընկերներին հրապարակեց Արարատ Միրզոյանի գործակալական թուղթը։ Ինչու միայն Արարատ Միրզոյանի գործակալական թուղթը հրապարակվեց։ Իմիջայլոց այդ գործակալական թուղթը հրապարակելուց 2-3 ամիս առաջ Արարատ Միրզոյանին Երևանի կենտրոնում գցեցին քացու տակ։ Արարատ Միրզոյանը մինչ այդ կոնսուլտացիաներ էր սկսել։ Ինչու միայն Արարատ Միրզոյանի գործակալական թուղթը հրապարակվեց։ Ինչու։ Այս հարցի պատասխանը կա, սա դիմում եմ արդեն Մինասյանին եւ Մինասյանի շրջապատին, սա ձեզ չի վերաբերվում, Քոչարյան Անդրանիկ։ Եվ նաեւ մեղադրեցին Արարատ Միրզոյանին, որ նա թուրքական գործակալ է, Փաշինյան Նիկոլ։ Ուրա գործը քրեական մեղադրում է Արարատ Միրզոյանին գործակալ թուրքական լինելու մեջ, քրեական ինչ որ գործ հարուցված է։ Հարուցված չէ։ Զրպարտության վերաբերյալ ինչ-որ գործ հարուսված է, ոչ, ճիշտ է, բա ինչ գործ ունի Արարատ Միրզոյանը մինչև սա վերաբերվում է նաև այդ դաշնակ մաշնակ ուխտադրուժ ստահակներին, որոնք 5 տարի, 6 տարի այս հարցը տվեցին լռության։ Այն Խաչատրյան Արթուրն է ասում եմ մի անգամ ենք մենք բարձրացրել լրագրողին այս հարցը, լինքերը դիր Խաչատրյան Արթուր, լինքերը դիր, տեսնենք թե քանի անգամ ես դու այս հարցը բարձրացրել։ Թե ինչպես է Միրզոյան Արարատը ԱԱԾ-ի գործակալ լինելով հանդերձ հեղափոխություն արել այն ռեժիմի դեմ, որին ինքը ծառայել է։ Հրապարակեք։ Այդ լինքերը դրեք տեսնենք, դաշնակ ստահակներ, ուխտադրուժ դաշնակներ եւ մաշնակներ։ Հիմա այդ թուղթը, ելի եմ ասում, որը հրապարակվել է։ Միքայել Մինասյանի ձեռը որտեղից էր ընկել։ Կարող է Նիկոլներ տվել։ Այսպեսի լիքը շատ գործեր կան, որի վերաբերյալ ես վստահ եմ ուղղակի, որ Քոչարյան Անդրանիկը նույնիսկ չէր կարող մտածել, որ կարելի այս հարցերը քննել։ Ես վստահ եմ ուղղակի։ Որովհետև եթե ինքը մտածեր վերջացներ, անպայման իրեն այդ պաշտոնից կհանեին եւ ռադ կանեին։ Ինքը չէր կարող մտածել։ Բայց վաղ թե ուշ այդ զեկույցը պիտի հրապարակվի եւ դուք պիտի պատասխան տաք, թե այս նմանատիպ այս հանցագործությունների, առերևույթ հանցագործությունների վերաբերյալ հարցերը ինչու չեն քննվել ձեր քննիչ ժամանակավոր քննիչ հանձնաժողովի կողմից։ Պատերազմը ավարտվել է եւ պատերազմը ավարտվելուց 5 անց հայ կոլաբորանտները հեկերը վաճառել են ադրբեջանցիներին եւ Հայաստանի կառավարությունից կոմպենսացիա են ստացել։ Փաշինյան Նիկոլը հարցը քննվել է այս գործով։ Որևէ մեկը Փաշինյան Նիկոլին հարց տվել է, սա վերաբերում է եւ Քոչարյան Անդրանիկին եւ պարլամենտում վերընկած բոլոր դեպուտատներին, գլխավորապես դաշնակ մաշնակներին, որևէ մեկը Նիկոլին հարցրել է, որ իրավունքով ես դու այդ մարդկանց Ինչի բերումով ես դու այդ մարդկանց ոչ միայն չձերբակալել, այլ նաև Հայաստանի կառավարության կողմից կոմպենսացիա տվել։ Մի հատ հերոսի կոչում տայր կոլաբորանտներին։ Այս հարցը որևէ կերպ քննվել է, այս հարցի վերաբերյալ որևէ կերպ խոսվել է, իհարկե ոչ։ Ինչու՞։ Որովհետև Փաշինյան Նիկոլը եթե այսպիսի հարց տայք, ինքը հելնելու էր ասել անուններ, իսկ այդ մարդիկ աֆիլացված են ձեզ հետ ստահակներ։ Դուք հասկանում եք, Արցախի դարդն են լալիս։ Հայ քաղաքական էլիտան Արցախի համար բոզի լաց է դրել, բայց տեսեք ինչեր են արել։ $800 միլիոն վարկ են հեչարել Արցախում տրված։ $800 միլիոն Քոչարյան Անդրանիկ։ Ովքեր են ստացել այդ վարկերը։ Սա արդեն քննիչ հանձնաժողովին չի վերաբերվում։ Սա արդեն ձեզ վերաբերվում է որպես պատգամավոր։ Այս հարցի պատասխանը դուք ունեք, ովքեր են ստացել այդ վարկերը։ Այդ Փաշինյան Նիկոլը, որ միջև կեղծ հեղափոխությունը ասում էր վարկերը հեչ եմ անելու, դա վերաբերվում էր այդ նախկին թալանչիների վարկերին։ Ես քննիչին եմ այս հարցը տվել, ոչ մի պատասխան։ Այսինքն մարդը մի կողմից պայքարում է նախկին թալանչիների դեմ, մյուս կողմից նախկին թալանչիների վարկերը հեչ է անում։ Տեսնում եք։ Փաշինյան Նիկոլ, դու ես եղել ազգային անվտանգության ծառայության փորձագետ։ Փորձագետ ես եղել։
Ու ասում են Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիա չկա։ Վերացել է Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիան։ Չկա համակարգային կոռուպցիա։ Մի քանի տեղեր կան, էդ էլ այս քանի ժամանակ բան կանեն, հա, կանցնի կգնա։ Մի քանի գյուղապետեր կան, փող են աշխատում, բայց համակարգային կոռուպցիա Հայաստանի, բայց սա ինչ է, դա ոչ համակարգային կոռուպցիա։ 800 միլիոն դոլար, լավ, 800-200 միլիոն դոլարը սովորական քաղաքացիների վարկերն են, բա մնացածը, այս հարցը տալիս են դաշնակ մաշնակներին և ինչ են ասում դաշնակ մաշնակները Գյումրիում, ասում են եկեք չփորփրենք անցյալը, ոնց չփորփրենք, սա անցյալ չի, սա մեր այսօրվա օրն է, ստահակ ընդդիմադիրներ, ուխտադրուժ ընդդիմադիրներ, իբրև թե չի եղել որևէ հանցագործություն Հայաստանի Հանրապետությունում ռեժիմի կողմից իրականացած, որը չի լեգիտիմացրել Հայաստանի այս պարլամենտը։ Չկա այդպիսի բան։ Գլխավոր լեգիտիմացնող ինստիտուտը Հայաստանի Հանրապետության պարլամենտն է, եւ վարչապետ կոչվածը գործում է ուղիղ պարլամենտի վերահսկողության ներքո։ Այն դաշնակ գառնիկին Բորիսը հարց է տալիս, ասում է Համբարձումյան Արթուրը այսպիսի հարցեր է բարձրացնում, ինչու՞ չեք դուք բարձրացնում այդ հարցերը, ինչու՞ չեք բարձրացնում այդ հարցերը, ասում է որտեղ պիտի բարձրացնենք, ձեր գոմում, արա, ձեր գոմում պիտի բարձրացնես, Մասուր կաֆեում պիտի բարձրացնես, երբ որ լրագրողների ներկայությամբ խուլիգանություն ես անում, այդ ընթացքում պիտի բարձրացնես։ Տեսնում եք հայկական ռեժիմը եւ այս ամենի ֆոնին տարբերաբար Փաշինյան Նիկոլը դուրս է գալիս, զոհերը կարող էին չլինել, կունենային նույն արդյունքը, զոհվել են մեր գիտակցության համար, զոհվել են մեր շահերի համար։ Քոչարյան Անդրանիկ, Փաշինյան Նիկոլը ասում է իր տղային զոհվելուց պահել է մի զինվոր, դա նաև ասեց քննիչ հանձնաժողովի աշխատանքների ժամանակ։ Ասում եմ միլիմետրերի հարցեր, Բեկորը փակել է իր ընկերը, ասում է ես ուղղակի չեմ ուզում բարձրացնել այդ զինվորի անուն ազգանուն, դա պետական գաղտնիք է։ Դրա ի՞նչն է պետական գաղտնիք Քոչարյան Անդրանիկ։ Ով է Աշոտ Փաշինյանին պահել զոհվելուց։ Դա պետական գաղտնիք է, հա։ Այդ ձեր գեղում դուք այդպես եք, ձեզ թվում է սա ձեր գեղն է, սա ձեր խոհանոցն է, ինչ ուզեք պիտի դուրս տաք, դա պետական գաղտնիք չի։ Մեզ պահանջում են, որպեսզի այդ տղայի անուն ազգանունը հրապարակվի։ Ինչու՞ չի հրապարակվում։ Դա ի՞նչն է պետական գաղտնիք։ Լսեք, այս ամենը վաղ թե ուշ ավարտվելու է։ Այս ամենը վաղ թե ուշ ավարտվելու է։ Սրա մասին ես չպիտի խոսեի Գյումրիից, Ձորի մայլից, գտնվելով սահմանափակումների մեջ, գտնվելով այսպիսի իրավիճակում, այս ամենի մասին պիտի խոսեր Երևանի կենտրոնի կեսը իրենով արած Արմենչիկ Գևորգյանը։ Այս ամենի մասին պիտի խոսեր Տարոն Մարգարյանը։ Այս ամենի մասին պիտի խոսեին մնացած պատգամավորները, անկախ նրանից, թե իրենք որ խմբակցությունն են ներկայացնում։ Ինչու չենք խոսել։ Պարոն Ռոբերտ Քոչարյան, ձեր զավակը այս թեմաների մասին ինչու չի խոսել։ Ինչու պիտի ես խոսեմ եւ ոչ թե դուք։ Վախենալու է, կարող եք կորցնեք։ Ինչ որ մի բան, հա, կարող եք կորցնեք։ Իմ պարտականությունների մեջ չի մտել, ձեր զավակի պարտականությունների մեջ է մտել այս ամենի մասին խոսելը։ Բայց դուք ունեցել եք 0 ելույթ։ 0 ուղղակի ելույթ այս թեմաների վերաբերյալ։ Մի հատ էլ անամոթաբար մինչև վերջերս հանդիպումների ժամանակ ասում եք 18 թվականին ձեր զավակն է ասում, բա մինչև 18 թվականը փողոցով բան չէր լինում, փողոցով էլ իշխանություն չէր փոխվում։ Ասում են մեզ մեղա բան են անում, թե ասում են, թե Հայաստանի Հանրապետությունում ընտրություններով իշխանություն չի փոխվում, չի փոխվել եւ չի էլ փոխվելու, դե մենք էլ ասում ենք փողոցով էլ իշխանություն չէր փոխվել մինչև 18 թվական, այսինքն Քոչարյան Լևոն Հայաստանի Հանրապետությունում բան է եղել, 18 թվականին փողոցով իշխանություն է փոխվել, որ դու անամոթաբար 8 տարի անց դեռ անամոթաբար հայտարարում ես։ Լսեք, ես ամենը ավարտվելու ես վստահ եմ։ Ես բոլորը, ովքեր ինձ ծանոթ են, իրենք գիտեն, որ ես
ավարտված պեսիմիստ եմ, երբ խոսքը գնում է այսպիսի հարցերին, կարճաժամկետ պերսպեկտիվային։ Բայց ես անհուսալի լավատես եմ, ես քրիստոնյա եմ եւ գիտեմ, որ այս ամենը երկարաժամկետ անպայման ավարտվելու է եւ դուք կանգնելու եք դատարանի, դուք կանգնելու եք դատաստանի առաջ։ Ոչ եք կարող բոլորին գնել, ոչ եք կարող բոլորին առնել։ Դուք կանգնելու եք անպայման դատարանի կամ դատաստանի առաջ եւ այս հարցերի վերաբերյալ ինձանից ավելի կիրթ, ինձանից ավելի բանիմաց, ինձանից ավելի հայրենասեր, թեպետ ես հայրենասեր չեմ, հայրենասերը դուք եք։ Ես հայրենասեր չեմ, հայրենասերը դաշնակ մաշնակներն են, ԿՊԱ-ականներն են, կուսակցություն, որը 17 թվականին փաստացի լուծարվել է, ոչ մի ստահակ ընդդիմադիր Նիկոլի դեմ պայքարող այդպես էլ չհարցրեց։ Էդ ինչ հանգամանքներում է կուսակցությունը փաստացի լուծարվել 17 թվականին Փաշինյան Նիկոլ, էդ ինչ բողկեր է սկերել, ոչ մեկը դա չասաց, ոչ մեկ այդ հարցը պարլամենտում չտվեց։ Դուք անպայման այս ամենը ավարտվելու է, դուք կանգնելու եք դատարանի դատաստան, դուք կանգնելու եք փաստի առաջ։ Բացառված բան է։ Ես այս առումով լավատես եմ։ Դրա մասին է խոսում պատմությունը։ Աստված ձեզ այդ օրը մոտեցնի, ձեզ դատարանի ու դատաստանի առաջ կանգնեցնի հայը, եթե ոչ, թող օտարը կանգնեցնի։ Ես էլ եմ ասում, ես հայրենասեր չեմ, հայրենասերը դուք եք։ Եվ ինձանից ավելի բանիմաց մարդը ժամանակ կգա, պատկան ձեռքը կմտնի հանրային հեռուստաընկերություն, պետական հեռուստաընկերություն եւ դոկումենտներով այս ամենը այդ ներքին գործերի նախարարը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը դոկումենտներով կդնի հանրության առաջ, թե ինչ դավադրություն է տեղի ունեցել հայ ազգի հետ։ Այդ օրը գալու է, անպայման։ Սերժ, դու ուրիշ բոզ չունեիր, անիծվես դու։